Իսրայելը և Սիրիան անվտանգության հարցերում ստատուս քվոյի շուրջ, որ Սիրիայի կողմից խախտման եզրին էր, Հալեպից ոչ հեռու գտնվող օդանավակայանում թուրք զինվորականների տեղաբաշխման պատճառով պայմանավորվածություն էին ձեռք բերել։ Սիրիան նախընտրել է այդ զգուշացումներն անտեսել։ Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգության սպառնալիքները և կողոպտել ստատուս քվոյի վերադարձը։ Ինչպես փոխանցել է իսրայելական Վեստին, այս բովանդակությամբ հայտարարություն օգոստոսի 19-ին տարածել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Փաստացի Բենյամին Նեթանյահուի կառավարությունն ընդունել է, որ նախօրեին Սիրիայի Իդլիբ քաղաքի մերձակա ռազմական օդանավակայանը հարձակման է ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից։ Ըստ ճշտված տեղեկությունների, իսրայելական 4 ինքնաթիռ 8 հարված է հասցրել օդանավակայանի թռիչքուղուն և պահեստային շինություններին։ Թուրքիի իշխանամետ պարբերականի տեղեկացվածությամբ նախատեսված է, որ այդ օդանավակայանում պետք է տեղաբաշխվեն հակաօդային պաշտպանության միջոցներ և ռադիոէլեկտրոնային պայքարի և տեղորոշիչ սարքավորումներ։ Եթե պայմանականություններից վերացարկվենք, ապա կստացվի, որ Թուրքիան ձգտում է Իսրայելի տարածքում ռազմահենակայան ստեղծել, իսկ Իսրայելը ռմբակոծել է տեղանքը և զգուշացրել, որ այդ սպառնալիքը չի հանդուրժի։ Նախընտրելի է, որպեսզի Սիրիայի իշխանությունները վերադառնան համաձայնեցված ստատուս քվոյին։ Իրավիճակը չափազանց զգայուն է նրանով, որ Սիրիայի տարածքում փաստացի թուրքական ռազմակայանը հրթիռակոծվել է ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից հետո, ինչը կարելի է հասկանալ այնպես, որ Նեթանյահուն Թուրքիայի հետ հավանական պատերազմի մասին զգուշացրել է Միացյալ Նահանգներին։ Վաշինգտոնը Թուրքիայում դեսպանի մակարդակով իսրայելական հարձակումը գնահատել է անիմաստ էսկալացիա։ Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ավելի վճռական դիրքորոշում ընդունել, որպեսզի Սիրիայում Իսրայելի ագրեսիային վերջ տրվի։ Իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա մինչդեռ հրապարակայնացրել է, որ հարձակման ենթարկված օդանավակայանի մասին չափազանց զգայուն հետախուզական տեղեկությունը ժամանակին փոխանցվել է ամերիկյան կողմին։ Ինչ է ուզում Թուրքիան ԱՄՆ-ից և Իսրայելից և հակառակը։ Այս գիշեր Նեթանյահուն ռմբակոծել է Սիրիայի թուրքական ազդեցության գոտում գտնվող օդակայան։ Թուրքերը վրդովված են։ Նեթանյահուն շարունակում է զգուշացնել, որ թուրքական ազդեցության ընդլայնում Սիրիայում թույլ չի տալու, քանզի դա Իսրայելի համար սպառնալիք է։ Մի քանի օր առաջ Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան այսպես կոչված ռազմական դաշինք կնքեցին, համաձայն որի երեք երկրներից որևէ մեկի վրա ցանկացած հարձակման դեպքում մյուս երկուսը պարտավոր են արձագանքել և սատարել դաշնակցին։ Այս կվազի-դաշինքը Իսրայելի համար ցավալի է նրանով, որ Թուրքիան ու Պակիստանը փաստացի վիժեցրեցին Սաուդյան Արաբիան Աբրահամի համաձայնագրին անդամագրվելու իսրայելա-ամերիկյան ջանքերը։ Սաուդյան արքայազնը, լինելով բավականին խոցելի վիճակում, այնուամենայնիվ չի համարձակվում մտնել Աբրահամի տանիքի տակ, քանզի դա կարող է բավականին թանկ արժենալ թե ռազմավարական անվտանգության, թե ֆինանսական առումով։ Այդ իսկ պատճառով արքայազն Բեն Սալմանը որոշեց դաշինք կնքել Պակիստանի և Թուրքիայի հետ, քաջ գիտակցելով, որ այդ երկու երկրներից ոչ մեկն իրենց չի պաշտպանելու։ Սաուդները Էրդողանի և Շարիֆի միջոցով պարզապես հեռու են մնում իրենց վզին փաթաթվող Աբրահամի թոքից։ Թուրքիան և Պակիստանը բավականին ծանր տնտեսական վիճակի մեջ են գտնվում, նրանց համար միևնույն է, թե որտեղից մի բան կթռցնեն։ Այդպիսին են նաև Ադրբեջանի և Պակիստանի սրտաճմլիկ հարաբերությունները, որոնցում ռազմավարական առումով որևէ լուրջ պայման առկա չէ։ Եթե նախկինում Ալիևը Պակիստանի և Թուրքիայի միջոցով Իսրայելի հովանու տակ խաղում էր հակաիրանական խաղեր, այժմ ժամանակները փոխվել են։ Թուրքիան ու Պակիստանը ավելի շատ են վախենում պարսիկներից, կարելի է ասել վախենում են Շամ պես։ Էրդողանի հակաիսրայելական ցուցադրական հոխորտանքները նույնպես հետապնդում են կոնկրետ շահեր։ Թուրքի բազարի դասական կանոններով փորձ է արվում ԱՄՆ-ից մեծ օգուտներ կորզել, սակայն չի ստացվում։ Թրամփը F-35 և F-16 կործանիչների մասով տված խոստումները չկատարեց, որովհետև Թուրքիան չի ցանկանում Իրանի հետ հակամարտության մեջ մտնել։ Գուցե Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի հետ կնքած դաշինքից Էրդողանն ավելի սրտապնդվի։ Ոչ, դաշինք կնքելուց հետո Եմենի հուսիները բազմաթիվ հարվածներ են հասցրել սաուդներին։ Ոչ Պակիստանը, ոչ Թուրքիան դեռևս չեն խառնվել։ Նեթանյահուն այս իրավիճակում մի քանի մտրակ է քաշում թուրքերի սիրիական ցավոտ տեղերին, սակայն Էրդողանը անփորձ երեխա չէ, գիտե իր գործը։ Հայաստանում հավանական թուրք-հրեական հակամարտությանը սպասողների հույսեր դժվար արդարանան։ Ռեգիոնալ ճարտարապետությունն այնպիսին է, որ այդ երկու ուժերը իրար հետ պատերազմելու դեպքում երկու ստեկ կհայտնվեն կործանման եզրին։
Ուստի մեր գրդոնչի Վիլսոնչիների ճառերից մի գրգռվեք։ Թրիփին առնչվող հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Ղազախստանում։ Շատերն են լսել, որ Թրիփը բացի ավտոճանապարհից եւ երկաթուղուց նաեւ նավթի ու գազի տարանցիկ ուղի է լինելու եւ այդ նավթն ու գազը գալու է Միջին Ասիայից, հիմնականում Ղազախստանից։ Վերջին օրերին Ղազախստանում բացահայտվել է մի մեծ խարդախության գործ, համաձայն որի միջազգային խոշոր էներգետիկ կորպորացիաները տասնամյակներ շարունակ բառի բուն իմաստով թալանել են այդ երկիրը։ Նազարբայևի օրոք կնքվել են պայմանագրեր, որոնցով բացի նրանից, որ պետության ընդերքն է թալանվել, նաև 100 միլիարդից ավել խոստացված ներդրումները չեն իրականացվել, թաքցվել են աստղաբաշխական թվերի հասնող հարկեր եւ տուրքեր։ Ամեն ինչ գնում է նրան, որ շուտով Ղազախստանը կազգայնացնի ողջ էներգետիկ ոլորտը։ Ում աջակցությամբ։ Չինաստանի, այո, միայն ու միայն Չինաստանի, որը սահմանակից է Ղազախստանի հետ եւ հանդիսանում է հուսալի եւ փորձված դաշնակից։ Չլիներ Չինաստանը, Պուտինը Ղազախստանը վաղուց էր լուծալել։ Այսինքն Թրիփ Աֆյորայի նավթային հեքիաթը կարելի է համարել ավարտված, դեռևս չսկսված։ Գազի առումով իրավիճակը գրեթե նույնն է։ Ոչ Թուրքմենստանը, ոչ Ղազախստանը դեմ դուրս չեն գա Իրանին եւ այդ գերտերության քթի տակ չեն իրականացնի որևէ ամերիկա-իսրայելական ծրագիր։ Իսկ Թրիփի հարցով ամերիկյան պաշտոնյա հրեաների առայժմ միակ այցելության վայրը Հայաստանն է։ Գալիս ու գնում են, կենացներ են ասում, Ալիևն էլ այն կողմից է շախ տալիս, մինչև երբ։ Մինչև Թրամփի թատրոնի ավարտը, որի հետ հաշվարկն արդեն իսկ սկսված է։ Այս աշնանը անցկացվելիք ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո կսկսվի նախագահական նախընտրական մրցավազքը, որի արդյունքները անկանխատեսելի են, որը կարող է սկիզբ դառնալ գլոբալ ձախ ալիքի եւ ոչ երնեք նրանց, ովքեր կմնան այդ ալիքի տակ։ Facebook-ի իր էջում գրում է քաղաքական վերլուծաբան Արա Արայանը։ Օգոստոսի 20-ին Թուրքիան, Եգիպտոսը եւ Քաթարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ դատապարտել Գազայում Իսրայելի վերջին հարձակումները։ Տարածաշրջանում իսրայելական շարունակվող ագրեսիայի կործանարար հետևանքների պայմաններում միջնորդ երկրները միջազգային հանրությանը եւ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2803 բանաձևի աջակցությունն ունեցող խաղաղության խորհրդին վերստին կոչ են անում ճնշում գործադրել, որպեսզի կրակի դադարեցման ռեժիմի պահպանման եւ հետագա էսկալացիան կանխելու միջոցներ կիրառվեն, ըստ Անադոլուի ասված է հայտարարության տեքստում։ Նույն օրը Իսրայելի պաշտպանության նախարար Կացը Թուրքիայի նախագահին անձնական ուղերձ է հղել։ Ըստ The Times of Israel-ի նա Էրդողանին խորհուրդ է տվել թուրքական խորհրդարանում շարունակել հակաիսրայելական ֆանտաստիկ ելույթները, բայց փորձության չենթարկել Իսրայելի ինքնապաշտպանության վճռականությունը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հանրային կապերի վարչության պետ Դուրանը ի պատասխան ասել է, որ Անկարան Նաթանյահուին թույլ չի տա իրեն ներքաշել ծուղակի մեջ։ Ակնարկը ակնհայտորեն օգոստոսի լույս 19-ի գիշերը իսրայելական օդուժի կողմից Սիրիայում փաստացի թուրքական ռազմակայանի ռմբակոծության մասին է, ինչի առթիվ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքը ասել է, որ Թուրքիան եւ Իսրայելը կարող էին ռազմական բախման գնալ։ Գազայում կարգավորման երկրորդ փուլի ամերիկյան ծրագրի շուրջ Վաշինգտոնի եւ Երուսաղեմի միջև տարաձայնությունները երևում է Թուրքիային առիթ են տվել, որպեսզի փորձի Իսրայելին ներկայացնել որպես տարածաշրջանում անկայունության շահառուի։ Այդ իրավիճակին անդրադարձել է նաև Բաքվի իշխանական Մինվալ պոլիտիկան, ինչը վկայում է, որ Ադրբեջանում իսրայելա-թուրքական լարվածության շուրջ խոր մտահոգություններ կան։ Լրատվամիջոցի մեկնաբանությունը կառուցված է մի թեզի վրա, ըստ որի ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ տարածաշրջանում գլխավոր դաշնակից Իսրայելի միջև ռազմական բախում թույլ չտա։ Տեսականորեն ինչ խոսք, այդ գնահատականն օբյեկտիվ է, բայց Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզի թուրքական եւ իսրայելական պատկերացումները ոչ միայն ներհակ են, այլև մեկը մյուսի գոյությունը բացառող։ Պաշտոնական Բաքվի ընկալումը կարճաժամկետ հեռանկարի համար է։ Մինչդեռ Մերձավոր Արևելյան ճգնաժամը 8 տասնամյակի արյունալի պատմություն ունի եւ որևէ օպտիմալ կարգավորման առայժմ չի տրվում։ Ադրբեջանը կարծես Իսրայելից դիստանցավորվում է։ Վերջին շրջանում Բաքվի լրատվամիջոցներն Իսրայելի մայրաքաղաք նշում են Թել Ավիվը։